Ինչպես չես զարհուրում ով մարդ, որ թողնելով քո արարիչ Աստծուն, սովոր մտքով արարածներին ես պաշտամունք մատուցում կախարդությամբ։ Միթե չես լսում գրքում ասվածը, կախարդություն անելը մեղք է, և կուռքերը միայն ցավ ու տառապանք են պատճառում։ Եվ մարգարեին, որն ասում է. մեր երկիրը, ինչպես այլազգիներինը, առաջվա պես լցվեց կախարդներով։ Իսկ առաքյալն ասում է. պահում եք հատուկ օրեր, ամիսներ, եղանակներ և տարիներ, վախենում եմ, որ միգուցե զուր եմ աշխատել ձեզ համար։ Արդ, մենք պետք է երկնչենք պատվիրաններից և հավանենք ճշմարտությունը, պիղծ համարենք նրանց, ովքեր անհիմն գուշակություններով և կախարդությամբ են շարժվում և մոլորվում են սուտ երազներից խաբվելով, և չեն հասկանում, որ եթե մարդը թողնում է Աստված պաշտության ճշմարիտ ճանապարհը և լսում այդպիսիներին, դրանք բազում անգամ սուտը որպես ճշմարտություն են ցույց տալիս նրան, որպեսզի նա չարաչար դատապարտվի, որովհետև չհավատաց ճշմարտությանը, այլ հաճեց անիրավությունը։ Երրորդ թագավորությունների գրքում գրված է. երբ Աքաաբը մեղանչեց, Միքիա մարգարեն տեսավ Աստծուն նստած աթոռին, և երկնքի բոլոր զորքերը աջից ու ձախից կանգնած էին նրա մոտ, Տերն ասաց. ով կխաբի Իսրայելի արքա Աքաաբին, որ ելնի հարձակվի Գաղաադի Ռամաթ քաղաքի վրա և սպանվի։ Մեկն այսպես և մյուսն այնպես էր ասում, և ահա մարգարեի մի ոգի ելավ և կանգնելով Տիրոջ առջև ասաց. ես կխաբեմ նրան։ Տերը նրան ասաց. ինչպե՞ս։ Նա պատասխանեց. կելնեմ ու սուտ ոգի կդառնամ նրա բոլոր մարգարեների բերանում, կելնի Գաղաադի Ռամաթ և կմեռնի։ Տերը այս ամենի համար մեղավոր չէ, բայց թույլ տվեց, որ այդ պատրանքները լինեն, որպեսզի նրանք խաբողների փոխարեն սուրբ մարգարեների հավատան։ Արդ, նա, ով սովորում է հավատալ դևերի խաբեություններին, Աստված թույլ է տալիս, որ նրան խաբեն, որպեսզի դատապարտվի ստության հավատալու պատճառով։ Ուրեմն փախչենք մոլորեցնող մարդկանց խաբեություններից և երազների տեսիլքներից, սուտ նշխարների դիվացույց իմացողներից և սատանայի խաբող, մոլորված, երազախոս սպասավորների հրամաններից, որոնք իրենց սուտ մարգարեությամբ չարչարում են շատերին և վերցնելով Աստծուն վայել պատիվը, անուշահոտ խունկերի ծուխը և լույսի պայծառությունը, որ հարկ է Աստծու տանը սուրբ խաչի և սուրբ վկաների առջև մատուցել, ստության առջև են մատուցում։ Ով մոլորությունների հիմար ընթերցող, քեզ բավական չեն մարտիրոսների նշխարները, որ ձեզ մոտ են։ Նրանք հանապազ խնդրում են քեզ համար և կամ սուրբ խաչի նշանը, որ կրում ես և որը կա քո տանը։ Ինչու նրանցից չես խնդրում խնդրելին, ինչու ես պատիռ բաներ փնտրում, միթե Աստված կբարկանա քեզ վրա նրանց մոտ չգնալուդ համար։ Միթե նա չի ասում. եթե մեկը ձեզ ասի. ահա Քրիստոսը այստեղ է կամ այնտեղ, չհավատաք նրան, որովհետև սուտ քրիստոսներ ու սուտ մարգարեներ պիտի ելնեն և մեծամեծ նշաններ ու զարմանալի գործեր պիտի ցույց տան Աստծո ընտրյալներին անգամ մոլորեցնելու աստիճան, եթե հնար լինի։ Ահա այդպես էլ եղավ։ Տեսնում ենք մարգարեներից հետո սուտ մարգարեների, առաքյալներից հետո սուտ առաքյալների և մարտիրոսներից հետո այժմ ահա տեսնում ենք, որ սուտ մարտիրոսները խաբում են մարդկանց։ Տգետների մասին, որոնք չգիտեն ճշմարտության և զորության հոգուն, Տիրոջից այսպիսի պատվեր ստացանք. եթե ձեզ ասեն. ահա անապատի մեջ է, չելնեք, կամ թե ահա մառանում է, չհավատաք։ Արդ, հարկ է, որ մենք պահենք Քրիստոսի պատվերը և չխաբվենք դևերի պատրանքներից, անգամ եթե սուտ տանջանքներով չարչարեն մեզ։ Որովհետև լավ է Քրիստոսի օրենքներով չարչարվել, քան դևերի հրամաններին հնազանդվել,
Թեև նա նշաններով հրաշքներ է գործում, սատանան սովոր է սուտ նշաններով որպես ճշմարիտ ցասմամբ խաբել մարդկանց, որոնք անտեղյակ են նրա աներևույթ նետերին, որոնք ցույց տվեց առաջ էլ Երեմիա մարգարեի ժամանակ, Մովսեսի ժամանակ ցույց տվեց Հանեսի, Պետրոսի ժամանակ Սիմոն Մոգի, շատ ուրիշների միջոցով, որոնք սուտ նշաններ էին անում, եւ իշխաններն ու ժողովուրդը հավատում էին դրանց, մինչև իսկ հալածում էին Սուրբ առաքյալներին, մոլորություն էին համարում Քրիստոսի ճշմարիտ քարոզությունը եւ բազում նեղություններ էին հասցնում հավատացյալներին։ Արդ մի հավատա սուտ մարգարեներին, սուտ առաքյալներին եւ սուտ մարտիրոսներին նրանց սուտ նշանների համար, որովհետեւ սատանան սովոր է այդ ամենն անելու։ Նա, որ այն ժամանակ Մովսեսի եւ Պողոսի հոգելից եւ իմաստուն աշակերտներին էր նեղում, որքան ավելի կնեղի ամուսներին եւ տգետներին։ Արդ ինչ պիտի անենք սատանայի այս բոլոր աներևույթ հնարների դեմ։ Պետք է զգուշորեն պահենք Աստծո պատվիրանները, սիրենք նրան մեր ամբողջ սրտով, մեր ամբողջ հոգով եւ մեր ամբողջ զորությամբ, պետք է անդադար գիշեր եւ ցերեկ աղոթենք, որովհետև աղոթքները հանգցրեցին հնոցի կրակը, սանձեցին առյուծներին, խաղաղեցրին գիշատիչ ձկանը, ճեղքեցին ծովը եւ ժողովրդին փրկեցին։ Պետք է պահքով ամրացնենք մեզ, որովհետև պահքը առաքինության զենք է։ Պահքի շնորհիվ փառավոր երևաց Մովսեսի դեմքը, պահքի շնորհիվ կործանումից փրկվեց Նինվեն, մարգարեն երկինք բարձրացավ։ Քո դանդաղ եւ հիմար մտքով փոքր մի համարիր մեծ անօրինությունը։ Հիշիր, որ Ադամը փոքր կարծելով Աստծո պատվիրանը ելավ դրախտից, քամը փոքր կարծելով հոր ամոթը հայտնի դարձնելը անեծքի եւ ծառայության լծի տակ ընկավ։ Եսավը փոքր կարծելով անդրանկությունից զրկվելը ապաշխարելու տեղ չգտավ։ Կայենը փոքր կարծելով Աստծուն անգետ համարելը Աբելին սպանելով դող եւ վարանում ստացավ։ Կորխը, Դադանը եւ Աբիրոնը քահանայության պատվին մերձենալը փոքր կարծելու պատճառով ողջ դժոխք կընկան։ Զամբրի պոռնկությունը փոքր համարելու պատճառով 23 մարդ մեռավ։ Սեդեկիայի երթումը փոքր համարելու պատճառով Երուսաղեմը ավար առնվեց։ Սավուղի Աստծո առջև ստելն ու Ագագին չսպանելը փոքր համարելու պատճառով թագավորությունը պարակտվեց։ Դավթի Իսրայելի ժողովրդին հաշվելը փոքր համարելու պատճառով 70,000 մարդ սպանվեց։ Սափիրան եւ Անանյան ստելը փոքր համարելու պատճառով դառը մահով մեռան, եւ շատերը Աստծո պատվիրանները փոքր կարծելու պատճառով այստեղ տանջվեցին ու այնտեղ տանջանքների են սպասում։ Արդ հարկ է պահել գրված պատվիրանները, ոչ շտեմարաններ մտնել, ոչ անապատ ելնել եւ ոչ երկյուղով երկրպագել օտարի, այլ պահել նրա պատվիրանները, ոչ որևէ բան ավելացնել դրանց եւ ոչ պակասեցնել։ Միթե մեզ բավական չեն մեր ունեցած նշխարները, ինչու ենք գնում եւ խաբվում լևերից։ Միթե մեզ բավական չեն հոգեկիր մարգարեները, ինչու ենք լսում երազներին։ Միթե մեզ բավական չեն Աստծո քահանաները, ինչու ենք գնում մոլորված գուշակների մոտ։ Միթե մեզ բավական չեն Սուրբ գրքում գրված օրենքները, որ բովանդակում են Աստծո կամքը, ինչու ենք վերցնում նոր տրված հրամաններ եւ խափող թղթեր, որոնք կարծել են տալիս, թե թերի ու պակաս են հոգերից մարգարեների պատգամները, Սուրբ առաքյալների քարոզությունն ու Սուրբ ավետարանի վարդապետությունը, եւ ստիպում են անել այն, ինչ արգելում է պատվիրանը, իրենց երկնքից ուղարկված են ցույց տալիս, իսկ իրենց գրածը Աստծո ձեռքով գրվածներ։ Ինչու չենք լսում Պողոս առաքյալին, որն ասում է. «Դուք իսկույն չխռովվեք ձեր մտքում եւ չզարհուրեք ոչ հոգով, ոչ խոսքով, ոչ էլ թղթերով, իբր թե մեր կողմից գրված»։ Հիշիր, ով հիմար եւ չարիք հնարող, որ մեկ մեղքի պատճառով Ադամը դրախտից ելավ, մեկ սպանության պատճառով Կայենը դողաց,
Անարագության պատճառով ջրհեղեղ եղավ աշխարհում, ամբարտավանության պատճառով հրեշտակն ընկավ երկնային փառքերից, ամբարոշտության պատճառով լեզուները խառնվեցին, արվամոլության պատճառով Սոդոմը կործանվեց, սուտ երդման պատճառով Երուսաղեմը կործանվեց, ծնողին արհամարելու պատճառով անեծքի և ծառայության տակ ընկավ քամը, Շուշանի մասին սուտ վկայելու պատճառով սղոցվեցին ծերերը, չգոհանալու պատճառով Հերովդեսը մեռավ, խստասրտության պատճառով փարավոնը խորտակվեց, գողության պատճառով աքարը քարկոծվեց, տրտնջալու պատճառով օձերից խայթվեցին և մեռան, պոռնկության պատճառով մեկ օրում 24,000 հոգի մեռավ։ Եկեղեցու քարոզն ասում է. ձեր սուտ աստվածների մոտ գնալու պատճառով են ձեր մեջ շատ հիվանդներն ու ախտաժետները, այդ պատճառով են անժամանակ մահերը, այդ պատճառով են բազում նեղությունները, այդ պատճառով են անզավակ մնում, այդ պատճառով են դևերի կողմից լլկվում, այդ պատճառով են տնանկություն և աղքատություն լինում, այդ պատճառով են երկնային պատուհասները, այդ պատճառով անդաստանները բերք չեն տալիս, այդ պատճառով են անդադար երկրաշարժեր լինում, այդ պատճառով են անասունների փորձանքները, այդ պատճառով են գողերի զրկանքները, այդ պատճառով են գեհենի հուրը, հավիտենական խավարն ու մշտնջենավոր տանջանքները։ Եթե վերցնենք ոսկե բաժակը, որը դրվում է թագավորի սեղանին, այն լցնենք աղբով, ցեխով և աղտեղությամբ, և թագավորն այդ տեսնի, միթե կհամարձակվենք կրկին մատուցել այն նրա սեղանին, անշուշտ ոչ։ Ինչու՞։ Որովհետև այն պղծեցինք աղբով, թագավորը բարկացավ և գարշում է նրանից։ Եվ կամ երդվելու մասին ինչ է ասվում, մարդիկ ասվում է, երդվում են նրանով, որ մեծ է իրենցից։ Այդպես և Աստված, քանի որ չկա ավելի մեծը, որով երդվի, իր անձով երդվեց ասելով. անձովս եմ երդվում, որ անչափ պիտի օրհնեմ քեզ։ Անհնարին է, որ Աստված իր արարածներով երդվի, և կամ մեզ Աստծո ձեռքով գիր գրելն ու տալը անհնարին է, և ամբարշտությունը Քրիստոսի գալուց հետո, որովհետև եթե դրանք մեզ կրկին պետք լինեին երկնքից, ուրեմն թերի և անկատար էր Քրիստոսի գալուստը։ Սակայն այդպես չէ, օրենքներն ու պատվիրանները ամբողջությամբ մեզ տրվեցին Մովսեսի և Հիսուսի միջոցով, իսկ դրանցից հետո տանջանք է կամ արքայություն։ Մեզ կրկին Աստծո ձեռքով գրված երկնատուր օրենքներ չեն առաքվում, բայց սատանան ոմանց աջ է շեղում, ոմանց ձախ։ Ձախը բոլորս հասկանում ենք, որովհետև հայտնի են ձախ կողմի գործերը, բայց աջը չենք հասկանում, որովհետև Աստված պաշտության կերպարանքով է խոտորում։ Հենց այդ պատճառով էլ ստացանք այս պատվերը. գրված պատվիրաններից չշեղվես աջ կամ ձախ։ Արդ նայենք Աստծո պատվիրաններին և կատարենք այն ամենը, ինչ գրված է նրանց մեջ բախտով, ճակատագրով և սուտ պատգամներով չմոլորվենք, ինչպես հեթանոսները, որովհետև մոլորեցնողները սուտ են խոսում ասելով, թե մարդ ըստ ճակատագրի է ապրում և գործում։ Եթե այդպես լինի, և մարդը բախտով կամ ճակատագրով գործի, ապա պարզ է, որ չի դատվի իր մեղքերի համար, որովհետև ճակատագրի թելադրանքն է կատարել, նաև չի պսակվի արդարության համար, որովհետև իր կամքով չէ, որ բարիք է գործել, այլ ճակատագրի հարկադրանքով ակամայից։ Ապա ուրեմն չպետք է բռնել գողերին, պոռնիկներին և մարդասպաններին, որովհետև նրանք իրենց կամքով չէ, որ գործում են, այլ ճակատագրի թելադրանքով։ Եթե մարդիկ սպանում են իրար, ասենք հարսը զկեսրոջը, հարևանը հարևանին, ծառան տիրոջը, աղախինը տիկնոջը, աշակերտը ուսուցչին, չպետք է մեղադրել կամ պատուհասի ենթարկել նրանցից ոչ ոքի, քանի որ ճակատագրի թելադրանքն են կատարում։ Ուրեմն ավազակներին էլ չպետք է մեղադրել և հալածել, որովհետև ճակատագրով են այդպիսին դարձել, ինչպես նրանք են ասում։ Սակայն այդպես չէ, որովհետև ինչպես ինքը
Զորությունների Տեր Աստվածը ազատ և Տեր, այնպես էլ մարդուն ստեղծեց իր նմանությամբ Տեր, անձնիշխան, ազատ դեպի բարին կամ չարը գնալու, և հոժար մտքով բարիք գործողներին արքայություն խոստացավ, իսկ չարիք գործողներին դժոխք։ Աստված բարի է և չի կամենում մեղավորի մահը, սակայն անձնիշխանությունը մեզնից չի վերցնում և ասում է. «Կամեցեք և լսեք ինձ»։